Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար հիշողության օր է։ Այն ապրում է նաև մշակույթում, գրականության, կինոյի, արվեստի միջոցով։ Աշխարհում կան օրինակներ, երբ պատմական ողբերգությունները ոչ միայն հիշվում են, այլև ձևավորվում են որպես համամարտկային մշակութային պատմություն։ Այդպիսին է հրեական ժողովրդի Հոլոքոստի հիշողությունը, որը տասնամյակների ընթացքում լայնորեն ներկայացվել է միջազգային կինոյում և գրականության մեջ։ Մասնագետները ցավով են նկատում, որ հայոց ցեղասպանության թեմայով կինոն դեռևս չի հասել այն միջազգային ազդեցությանը, ինչին հասել են Հոլոքոստի մասին ֆիլմերը։ Պատճառը ըստ նրանց երկու պատմական իրողության տարբեր ընկալումներն են։ Հոլոքոստը պատմական իրողություն է, որը ճանաչված է հանցանքը գործողների կողմից, որովհետև հանցանքը գործողները պատժվել են։ Ցեղասպանության դեպքում երկու մասնակիցներից այդ ողբերգական իրողության մեկը կազմակերպիչը իրականացնողը չի ընդունում այդ իրողությունը։ Լավ, մի կողմը չի ընդունում կամ ընդունում է, բայց այս կողմը ինչի դրան չի տալիս իր համար ամփոփ գնահատական։ Այդտեղ էլ մենք լուրջ հարց ունենք։ Մեր հասարակության մեջ կա մի շերտ, որը միանշանակ չի վերաբերվում ցեղասպանությանը։ Հրեական ֆիլմերում ստեղծում են հուզական կապ հանդիսատեսի հետ, դարձնելով այդ հիշողությունը հասկանալի տարբեր ազգերի և սերունդների համար, քանի որ մոբիլիզացնում են իրենց ներուժը, ասում են մասնագետները, ֆիքսելով, որ այդպիսի մոտեցում մենք ևս պետք է կիրառենք։ Հոլոքոստի թեման տարիներ շարունակ եղել է միջազգային օրակարգում, ստանալով պետական և ինստիտուցիոնալ աջակցություն, մինչդեռ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դեռևս բախվում է քաղաքական և դիվանագիտական խոչընդոտների։ Այսօր մեր պետությունը ցավոք սրտի ոչ գաղափարապես է պատրաստ ցեղասպանության մասին ֆիլմի հետևում կանգնի, ոչ գաղափարապես է պատրաստ, ոչ էլ ֆինանսապես, բայց գոյություն ունի հայկական կապիտալ, որը էլի չի միավորվում հանուն Հայաստանի մասին կամ հանուն ցեղասպանության մասին մոբիլիզացնելու ուժերը։ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի թեմաները համաշխարհային գրականության մեջ առանձնանում են ոչ միայն պատմական ծանրությամբ, այլ նաև փոխանցման կարևոր առաքելությամբ։ Գրական գործերը թարգմանվել են տարբեր լեզուներով, ուսումնասիրվել կրթական համակարգերում։ Հայոց ցեղասպանության դեպքում մշակութային արտադրանքը հաճախ ավելի սահմանափակ է եղել թե ֆինանսավորման, թե միջազգային տարածման տեսանկյունից, արձանագրում են մասնագետները։ Աշխարհի ճանաչողության համար հույժ կարևոր է մեր սփյուռքահայ օտարագիր հայ գրողների գործունեությունը։ Մենք մեր սերունդներին պիտի մեծացնենք հայրենիքի բարձր գաղափարի արժանապատվությամբ, որ հետո դեր դառնան մեր հայրենիքին, մենք պետք է հասնենք այն մակարդակին, որ կանք ազգային ինքնագիտակցության։ Մենք պիտի ոգի ներարկենք մեր ժողովրդի մեջ հայության բարձր գաղափարը։ Եվ առավելապես այսօր, երբ հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին, մշակույթը դառնում է այն կամուրջը, որը կարող է այդ հիշողությունը հասցնել աշխարհին, դարձնելով այն լսելի, հիշվող ու հասկանալի։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։